Վաղաշապատում մեկնարկում է ավականու ընտրության նախընտրական քարոզարշավը։ Ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 8 քաղաքական ուժ։ Քարոզարշավը տևելու է մինչև նոյեմբերի 14-ը, իսկ նոյեմբերի 16-ին Վաղաշապատում քաղաքացիները ընտրության կգնան։ Այստեղ ենք հասկանալու, թե ինչ տրամադրություն է ստեղծվել նախընտրական փուլում գտնվող քաղաքացիների շրջանում։ Ոնց եղել է այդպես էլ շարունակվում, օրինակ ինչ տարբերություն, Պողոսն թե Պետրոսն ալնում քաղաքապետը։ Մի քիչ մարդիկ պիտի առողջ մտածեն էլի, այնպես են ուզում անեն, որ քաղաքացիական լինի։ Թող խաղաղ նստեն իրենց տեղերը։ Խնդիրները շատ են։ Դրա համար ոչ մեկը չես կարող ասել, որտեղ ոչ մեկը չի կատարվելու։ Այստեղ պետք է հարկավոր է մի նոր ուժ, երիտասարդ ուժ, ազնիվ աշխատող մարդ։ Դա Նեխակյանն է։ Ով որ ընտրվեց, նա էլ կիմանա խնդիրներից։ Թող աշխատեն անեն։ Եկեք ինչ կլինի, ոչ մի անուններ չտանք, ես կողջունեմ նրան, ով գալու է այդ նկարտումներով, որ մեր քաղաքը, մեր երկիրը, երկու ձեռքով կողջունեմ։ Աջան Նիկոլին չենք ընտրելու, բանին չենք, Վազգենի աղբորը չենք ընտրելու։ Մնացածը կնայենք։ Հրավիրում են գալիս են ստե, չէ, արդեն հիմա ապրում են ստե, կանել, շատ կան, եւ ադրբեջանցի եւ թուրք։ Ընդհանուր գան, հետո հայերը պատմության գիրկը կանցնեն։ Այս է կարևոր, որ հասկանան, այդքան ուղեղ ունեն թե չէ։ Թռուցիկներ, խոստումներ ու թվեր են հնչում Վաղաշապատի փողոցներում։ Նախընտրական քարոզարշավն այս տեսքն ունի։ Քաղաքը գեղեցկացնում ենք, մարդկանց հոգսերից ազատենք, խոստանում է Հանրապետություն կուսակցության թեկնածուն։ Նրանց կարգախոսն է ոչ ավելի, ոչ պակաս, լավա լինելու։ Շատ էին ուղում այդ հարցը, բա մեր վերջը ո՞նց է լինելու։ Ես միշտ ժողովրդին ասել եմ, որ լավա լինելու։ Քանի Հայաստանի Հանրապետությունը տոկուն է, կանգուն է իր ինստիտուտներով, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ շատ լավ է լինելու։ Նրանք բացառում են գործակցությունը նախկին ղեկավարների, կուսակցությունների եւ թեկնածուների հետ, իսկ իշխող ուժի հետ համագործակցության մասին խոսելը վախ համարեցին։ Կարծում են 50+ ձայնով հաղթելու են ընտրությունում։ Նույն համոզմունքն ունեն հաղթանակ դաշինքում։ Թեկնածու Սևակ Խաչատրյանի խոսքով Վաղաշապատի եւ Խոյ համայնքի համար ունեն ծրագիր, որը պետք է իրականություն դարձնեն։ Բարեկարգման խնդիրներ են, բազմաբնակարան շենքերի խնդիրներն են, կոյուղատարերի խնդիրներն են, թափառող կենդանիների խնդիրներն են, կանաչ տարածքներ չլինելու, այգիների, բակային հատվածների բարեկարգման, որպեսզի խաղահրապարակներ լինեն զրուցարաններ ավագ սերունդի համար, որպեսզի կարողանան իրենց ազատ ժամանակը անցկացնել։ Սևակ Խաչատրյանը բացառել է գործակցությունը քաղաքացիական պայմանագիր եւ Հանրապետություն կուսակցությունների հետ։ Բացառում է նաեւ Հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիրը վարչական ռեսուրս է գործածելուն զուգահեռ մի շարք խախտումներ է կատարել։ Ումեն այո, խախտումներ, ինչը չի կարա ԿՊ պարագլուխները չեն կարա չկատարեն։ Նրանց ոճը այդպիսին է։ Վաղաշապատի ավականու ընտրությանը մասնակցում են նաև համահայկական ճակատ կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, առաջադրված թեկնածուն Գրիշա Հարությունյանն է։ Թեկնածուներից Վահրամ Ազատյանն Ազատ դեմոկրատներ կուսակցությունից է առաջադրված, Ժառանգություն կուսակցությունից էլ Արկադի Փայտյանը։ Վաղաշապատում խնդիրները շատ են, քաղաքացիների շրջանում վստահությունը լուծումներ առաջարկողների նկատմամբ դեռ աննշան։ Թեկնածուները 26 օր ունեն ապացուցելու, ինչ կարող են փոխել համայնքում, ով է արժանի նրանց ձայնին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։